Դինամոյի ռինգում մոտ 100 մարզիկ մեծահասակների եւ 130-ից ավելի երիտասարդների պայքարում առաջիկա օրերին կմրցեն Հայաստանի չեմպիոնության կոչման համար։ Այս տարի Հայաստանի առաջնությունն անցկացվում է միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ընդունված World Boxing կազմակերպության կանոնադրության համաձայն։ Փոխվել են մասնավորապես քաշային կարգերը։ 13 քաշը դարել է 10 քաշ։ Առաջինը 10 ոսկումար կպայքարեն արդեն, ոչ 13 ոսկումար։ Ինձ թվա հավաքականը ավելի կուժեղն է, որտեվ խտացել է քաշերը։ Մեր այս տարվա առաջադրանքն է մասնակցել Եվրոպայի առաջնությանը սեպտեմբեր ամսվան Բուլղարիայում, բայց մենք ունենք աշխարհի գավաթ, որը փուլերով պիտի մասնակցենք, մեկը Բրազիլիայում է, մեկը Չինաստանում, եզրափակիչը Տաշկենտում։ Մեծահասակների առաջնությանը թարմություն են հաղորդել հատկապես տիտղոսակիր երիտասարդները։ Եվրոպայի չեմպիոններ Անդրանիկ Մարտիրոսյանն ու Արգիշտի Հակոբյանը մեկնարկում շատ վստահ հաղթեցին, լուրջ հայտ ներկայացնելով մեդալային պայքարում։ Նորամուտը լավ էր, դժվար է մեծերի մեջ գտնելով, բայց դե մենք լավ ենք պատրաստվել։ Ամեն ինչ անում ենք, որ առաջի տեղը գրավենք։ Ճիշտ ասած շատ լավ ստացվեց մեր համար, առաջի անգամվա համար։ Շատ շնորհակալ եմ իմ մարզիչներին, քննաջան պարապմունքների համար, որ կարողացանք այս ձևի արդյունք տալ։ Ես դեռ առաջ բոյնամ, դեռ 3 բոյ կա առջևում։ Աստված առաջ ուզում եմ հաղթանակ եղնեմ առաջի մեծահասակների առաջնությունը։ Մեծահասակների մրցակցությունում տպավորիչ հաղթանակ տոնեց նաև մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Մանվել Պետրոսյանը։ Ռինգը հաղթանակած լքեցին նաև Ալիկ Կճոյանը, Արթուր Սահակյանը, Արմեն Սարգսյանը։ Թեժեր պայքարը նաև երիտասարդների շրջանում։ Չեմպիոնություն տանող ճանապարհին մարզիկները պետք է անցկացնեն 4-ից 5 մենամարտ։ Ուժեղագույներին սպասում են հեղինակավոր մրցաշարեր։ Նախորդ տարում մենք լավ արդյունքներ ցույց տվեցինք։ Հիմա մենք արդեն անցել ենք World Boxing-ի ֆեդերացիան եւ World Boxing-ով մենք պետք է մասնակցենք պատանների օլիմպիական խաղերին։ Մենք դրա համար պատրաստվում ենք շատ լավ։ Թե երիտասարդների, թե մեծահասակների պայքարում չեմպիոնները հայտնի կդառնան փետրվարի 14-ին։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։